Հարգելի հայազգ, 44 օրյա պատերազմում մենք պարտվել ենք ոչ թե ԱԹՍ-ներ չունենալու, ոչ թե մոբի անկազմակերպ լինելու եւ ոչ էլ ադրբեջանական զորքի շատ լինելու պատճառով, այլ միայն ու միայն միջոցներ չձեռնարկելու եւ անհեռատես լինելու պատճառով։ Փորձենք պատասխանել մի քանի հարցի։ Պատերազմը սկսելուց 1 ամիս առաջ մենք տեղյակ չենք եղել Բաքու թռչող իսրայելական բեռնատար ինքնաթիռների մասին։ Տեղյակ չենք եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ զորավարժությունների մասին։ Տեղյակ չենք եղել 2016-ից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության ձեռքբերումների եւ դրանց ծավալների մասին։ Տեղյակ չենք եղել, որ թշնամին հարձակման ուղի ընտրելու է հարթավայր ջրականը, այլ ոչ թե լավ ականապատված ու ամրաշինական կառույցներով համալրված Աղդամը։ Տեղյակ չենք եղել պաշտպանական բնագծի ողջ երկայնքով տարվող ինժեներական աշխատանքների մասին։ Իսկ հիմա փաստերով վերադառնում ենք նորից ջրական։ Մոտենում Լելե թեփեի բարձունքին, ժամանակացույցը դնում սեպտեմբերի 19-ն ու զննում թշնամու թիկունքը։ Սա իմ պատրաստած մարտական ուղու QR կոդն է, որը կարող եք սկանավորել եւ մանրամասն զննել բոլոր գծանշումները։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ ջրականում թշնամին դեռ լայնածավալ ինժեներական աշխատանքներ չի սկսել ու տանկերի, հրետանու եւ այլ զրահատեխնիկայի համար դիրքեր դեռ չի փորել։ Սակայն եթե ժամանակացույցը դնենք հոկտեմբերի 3, ապա կարող ենք տեսնել տասնյակ փորված տեխնիկայի դիրքեր։ Սեպտեմբերի 19-ից մինչև սեպտեմբերի 27-ը 8 օր է, ինչը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ այդ 8 օրվա ընթացքում կամ առնվազն 8 օր առաջ հակառակորդը սկսել է լայնածավալ ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Ռազմաքաղաքական անհեռանկարային որոշումների պատճառով ողջ մեղքը բարթել զինված ուժերի, առանձին զինծառայողների կամ հրամանատարների վրա շատ հեշտ է, պատճառաբանելով, որ մենք չենք կռվել, փախել ենք։ Իսկ այդ դեպքում ինչու թշնամու կուտակումներին առաջինը չենք հարվածել։ Ագրեսոր կճանաչվեինք։ Ինչու զորամասերը նախքան պատերազմը հավելյալ ուժերով չեն համալրվել։ Ինչու զորամասերը գոնե պահպանությունից պաշտպանության անցնելու հրաման չեն ստացել։ Իմանալով, որ թշնամին մեր քթի տակ տանկեր ու հրետանի է կուտակում, մենք զորքը չենք հանել ու չենք տարել օգնության սահմանին կանգնած զինծառայողին։ Փոխարենը պլացում նրան երկացրել ենք օրհներքը եւ ասել բարի գիշեր։ Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասով այն է մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն, պատժվում է ազատազրկմամբ։ Այս հոդվածով 2020-ի վերջից մինչև օրս բազմաթիվ բարձրաստիճան սպաներ են դատվում, սակայն որոշում կայացնողներն ինչպես միշտ անմեղ են։ Դե ինչ ընկերներ, մնացած բոլոր եզրակացությունները թողնում եմ ձեզ ու շնորհակալություն հայտնում բոլոր այն զինծառայողներին, հրամանատարներին ու հասարակ քաղաքացիներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի։ Դուք չեք պարտվել, դուք ձեր խնդիրը գերակատարել եք։